Հիմնականում ցանկացած շուկայի թե ուսումնասիրենք տարբեր զարգացած եւ զարգացող երկրներում հիմնականում անշարժ գույքի շուկայի ներքին սպառման համար ակտիվություն են հաղորդում հիպոթեկային ճկուն վարկատեսակները եւ պետական սուբսիդիաները։ Հիմա մեր մոտ տեղական բանկերը կարողանում են առաջարկել մաքսիմում 11.5-12 ամենաքիչ տոկոսադրույքով երկարաժամկետ հիպոթեկներ Եվ դա այդքան էլ հարմար չի քաղաքացիների համար, քանի որ եկամտահարկի օրենքը կար, դա շատ լուրջ խթան էր հանդիսանում, որպեսզի քաղաքացիները գույք ձեռք բերեն։ Հիմնականում պահանջարկը իրականում շատ մեծ է, ուղղակի գործիքներ են պետք։ Տեսեք, մեր հիմնական բնակֆոնդը դա խորհրդային ժամանակաշրջանում կառուցված շենքերն են։ Եվ դա համապատասխանում էր, կարելի ասել 20-րդ դարի մարդկանց կենցաղային պայմաններին, ապրելակերպին եւ 21-րդ դարի քաղաքացին ավելի շատ հարմարավետության կենցաղային պայմանների կարիք ունի եւ այս նոր նախագծերը հիմնականում գրավիչ են իրենց կենցաղային պայմաններով, օրինակ ստորգետնյա ավտոկայանատեղիներ, շենքեր կան, որ ունեն բազմաթիվ ծառայություններ, որոնցից օգտվում են քաղաքացիները կամ ցանկանում են ապագայում օգտվել գույք ձեռք բերելով։